կազմում մնացած բոլոր հարթակներով եւ խոսք ուզում եմ փոխանցեմ պարոն Արտակ Սարգսյանին տեսեք որն է ձեր առաջարկած տնտեսական այլընտրանքը ներկայիս բաց դռների քաղաքականությանը ընդհանրապես մենք նշեցինք այն նեգատիվը որ կա ըստ էության կարծես թե իրավիճակ է որ պետություն չի կառավարվել այլ ինքնահոսով գնացել է մարդիկ էլ պարզապես ինչ որ շտկել են մի քիչ էս կամ այն ցակած հարցը որն է ձեր այլընտրանքը եթե դուք մասնակցելու եք 2026 թվականի ընտրություններին եւ հավակնում եք ուրեմն մտնել խորհրդարան ապա պիտի ունենաք ինչ որ այլընտրանք այս ամբողջ իրավիճակին Ուրեմն գամ են հարցին, որ խոսում էին ներքին ներդրողների համար, հա։ Իրականում այդ խնդիրը կա, ես երբ որ Քենիա հրավիրեցինք Դուբայի թագավորական ընտանիքը, որպեսզի գային եւ Մումբասայի նավահանգիստը նոր տերմինալներ սարքեն 50 տարի բիոտի պատվիրակությունը եկավ եւ միանգամից արեցին։ Հայաստանում երբ որ ես ընկերներից կանչում եմ, իրանք ասում են, բա Արտակ ջան, դու ինչի մի հատ ձկնաբուծարան ընդամենը ունես, ու բացի դրանից իմ մեղադրականների մեջ դրված է փաստաթղթեր, ինվեստիցիոն ծրագրեր եւ քննիչները դատախազը դատանում ասում էին, այս ինվեստիցիան, որ ինքը ուզում է բերի Հայաստան, Հայաստանի բյուջետի կրկնապատիկն է, ոնց կարելի է թողել, այսինքն դատարանում երբ որ ես ասում եմ բա ուրիշտեղ ինձ շքանշան են տալիս ինձ տեղ մեղադրում եք դատավորը ասաց չէ ես չգիտեմ ինչի են նույնիսկ այս փաստաթղթերը դրել ուզում ասեմ տեսեք ինչ վտանգավոր եղել են փորձեր երբ որ Հայաստանում չենք եղել պատվիրակություն ենք ուղարկել անունները չտամ այդ մարդիկ ասել են աղբորս կդնես հետդ Պարտնյոր քեզ ձեր չեն տա, այդ արտասահմանցին եկել էր, ինձ հարցնում էր, ինձ ինչի պիտի ձեր տան, ես այդ մարդունը տենց էլ չկարողացա բացատրել ինչի պիտի ձեր տան, ու իհարկե ինվեստիցիան չկատարվեց, աշխարհում կա ծրագիր, պետք չի ոնց որ Հայաստանում պետք է մտցնեն ազգային ժողով, կոչվում է Foreign Investment Bureau, ոնց որ են one stop office-ներ են Մեզ Պակիստանային հրավիրել իհարկե մենք մերժեցինք, Պակիստանում գալիս ես, նայած որտեղ է քո բիզնեսը, սահմանամերձ 50 տարի, ոչ սահմանամերձ 25 տարի, ինչքան աշխատավուժ է ընդգրկվելու այսքան տարի առանց հարկի, մի խոսքով։ Մեր ծրագիրը, որ մենք ենք առաջարկում, 3 տարվա մեջ փուլային Հայաստանը սարքել ազատ էկոնոմիկական գոտի առանց հարկերի փուլային, սկսել Առաջին հերթին այս պետությունը պետք է ընդհանրապես մաքսային ծախսերը հանի նավթամթերքի բենզինի վրա եւ հակամոնոպոլիան հետևի որպեսի սենց գեր շահույթներ չունենան այս երկրի այդ կազմակերպված բենզինի մաֆիային ասում ինչ են ասում եւ իրոք 3 տարում այս երկիրը սարքել investment hub, ինվեստիցիաների Իհարկե մենք շատ վտանգավոր գոտում ենք այսօր գտնվում Ռուսաստանը պամիդոր չթողելով հարցեր է լուծում քաղաքական կամ այդ իրանց ուգլևադարոդնի ստրկությունը որ աշխարհում դրել է Պարսկաստանում այսօր արդեն վառերևում է որ միգուցե սխալվում եմ բայց կտրուկ իշխանություն է փոխվելու կմնա Պարսկաստանը խորքային պետություն որը որ այսօր ինքը խորքային է այսինքն կապ չունի թե ով կգա ղեկավար կլինի Հայաստանի եւ Հայաստանի սահմանների մասին նույն դիրքորոշումը կունենա Փահլևանին թե չի ունենա այդ կտրուկ փոփոխությունները շատ վտանգավոր են Ռուսաստանը որ հայտարարում էր որ SVO հա հատուկ ռազմական գործողությունը անում այսօր անցավ ամսի 11-ին հայրենական պատերազմի չափ ուղիղ հայրենական պատերազմի չափ ինքը այդքան օր կռվի մեջ է գտնվում Վենեսուելան որ այս էլիտաներին արդեն վախեցրեց որ քարերի հետևը պահկվելու
բան չի ու Տրամփն էլ իմիջայլոց դավադրության տեսություն չի թողում են կողքից, որ սենատորները ասում են հականարկոտիկ, ինքը ասում է, չէ, մենք մտել ենք նավթի համար, այսինքն այդ մարդը չի թողում, որ հետևից դավադրության տեսություն խոսան, ասեն իրականում մտել են, մարդը ուղղակի ասում է, մենք մտել ենք նավթը, իրանք չէին կարում, այսինքն կոնտեստադորներ են, էլի նոր կոնտեստադորներ են, մտել են 200 տարվա երկրում նավթի համար հարց են լուծում, հիմա Ռուսաստանը, որ էլ եմ ասում, խմիչք փագելով, պամիդոր փագելով, այսօր հարց է լուծում, Պարսկաստանը այսօր սենց է, արևմուտք արևելք դե պարզ է, մեր արևմտյան դաշնակիցը ինվեստիցիա անում Պարսկաստանում հեղաշրջման, Թուրքիան ասում է հակառակը, ես օգնելու եմ, որ ռեժիմը մնա, այսինքն սենց մեծ խաղերում մեր տնտեսությունը շատ վտանգված է, իրոք վտանգված է, գոյատևել մենք չկարողացանք այս 30 տարվա պատերազմում բլոկադայից դուրս գայինք, այն որ այն ժամանակ մեր գեներալներին կանչում էին և ձերբակալում էին տնային կալանք էին դնում, որ նրանք խոսում ենք չկրթված գեներալ մանվել, բայց նրանք ներքին վնաս էին ունեցել, որ պետք էր այս բլոկադան, քանի կարող էինք ճեղքեինք, մենք չկարողացանք ու ստորագրեցինք փաստաթուղթ, եթե այդ փաստաթուղթը ստորագրում, պետք է լիներ մեկ պայման, հակա այդ բլոկադայի դեպքում նոր կարող ենք ստորագրել և կանգնել, դավադիր իշխանություններ չգիտեմ ինչ էր, մեզ 30 տարի արդեն վտանգավոր վիճակի մեջ, մենք դարանք թույլ օղակը, իսկ աշխարհը այսօր թույլ օղակներին հեռացնում է։ Հիմա էլ եմ ասում, չի բխածվել, որտեղ այն ինչ որ անում է ներկայիս իշխանությունը, շատ նորմալ, իրավական օրինական ձևով այդ ողորմյա աշխարհին մենք պետք է ցույց տանք իրական այլընտրանքը, ընդունելի այլընտրանքը եւ Հայաստանի համար, եւ տարածաշրջանի, եւ աշխարհի համար։ Այդ կոնցեպտի մասին պետք է միասնաբար մենք մտածենք եւ կարողանանք ճիշտ ներկայանալ, ճիշտ դիրքավորվենք։ Իհարկե համաձայն եմ, բայց այսօրվա իշխանությունը, եթե նախ այն որ խաղաղությունն է քարոզում, այսինքն այն հները իզգո են դարել, իրոք են հին ձևը աշխարհը չէր ընդունում, որ գնում հասնում են Ամերիկա, ասում են մենք սա եկել ենք կարող, այսինքն այդ ձևը աշխարհը չընդունեց, դրանք իզգոյ դարան։ Այս մեկը եկել է ձևական, ասում է խաղաղություն ու աշխարհը ընդունում է այս փափուկ ձևը ու աշխարհի համար էլ մեկ է։ Հիմա եթե մենակ Բաղրամյան կամ ասենք Մաշտոցի Պողոտան թողեն սրանց ու սրանք էլ ասեն մենք Հայաստանի ղեկավար ենք, իրանք համաձայնվել են, դուրսն էլ ասել է, դե եթե այդպես է համաձայնվեք։ Այսինքն մեր ծրագիրը իհարկե էլի եմ ասում, գոյատևել իրանց մոտ այս արտաքին քաղաքականության մեջ կա դրական բաներ, գոյատևելու, հա, այս, չգիտեմ, գիտականորեն են անում, թե ներքին գազանի բնազդ է, բայց գալիս է մի մոմենտ, գալիս է մի պահ, որ այս իշխանության վարած քաղաքականությունը ուրիշի կոնֆլիկտը հրավիրելու է մեր հող։ Նամանավանդ, եթե հիմա Պարսկաստանում, ասում եմ, կտրուկ իշխանափոխություն լինի, Ռուսաստանից էլի եմ խոսալու ընդեղ հարց չկա, մարդիկ մտել էին ֆաշիզմի դեմ պայքարելու, այսօր իրանք ֆաշիստ են դարել, այսօր հիշում եմ այդ Խատինի ավերված տները մենակ ծխնելույզները ու նայում եմ Ուկրաինան նույնն է, այսինքն մենք շատ հասկանալի է։ Արդյոք մենք չենք գիտակցում,